Եկեք սպանջի Որակի դյոսից կարելի է մի երկու հարցես։ Այսօրվա այդ կապված։ Եկել եք ձեր թիմակցին օժանդակելու ձեր սարիկին։ Մեր սարիկին, այո։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից։ Ակնկալիք ունենք, որ կարողանանք հաղթենք ընտրությունները։ Բացարձակ մեծամասնությամբ։ Դա ես եմ որոշում։ Չէ, ձեր թիմակիցները վստահաբար միշտ նշում են հարցազրույցներում, որ հաճելի կլինի, որ տենց լինի, բայց չի բացառվում, որ կարող է ուրիշ ձևի լինի, բայց կյանքը դրանով չի ավարտվում։ Այսինքն նաև ընդդիմություն լինել ունեք պատրաստ։ Խի մինչև այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրու քաղաքում ինչ է եղել։ Չէ, նկատի ունեմ, եթե չհաջողվի ձեզ բացարձակ Ես հարց եմ տալի, ի պատասխան ձեր հարցին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրու քաղաքի մեջ ավականիները ինչ են եղել մինչև այս պահը։ Ենթադրյալ ընդդիմություն, բայց վերջում պարզվեց, որ բոլոր որոշումները հենց ՔՊ-ն էր իրականացնում։ Այսինքն Ով չգիտեր քաղաքում, որ ՔՊ-ն էր բոլոր որոշումների հետևում կանգնած։ Իշքան ուզում այդքան խփում էինք, էլի, ըստ ձեզ։ Չէ, ես նման բան չասեցի։ Դուք ոչ թե եք ասում, ոչ չեք ասում, էլի։ Բալասանյան Թաշիկներ փաստացի իշխանության ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդդիմություն էր։ Ընդդիմություն էր, բայց բոլոր որոշումները որ լավ ընդդիմություն էր, որովհետև կարողացավ այնպես անել, որպեսզի ոնց զավթել։ Բալասանյանները իշխանությունը այդպես հեշտ Ոչ հանգիստ լավ ընդդիմությունը նա է, որը որ կարողանում է հասնել իր նպատակին։ Ցանկացած ընդդիմության միջոցը իշխանափոխությունն է իր նպատակներին հասնելու։ Իշխանափոխությունը նպատակը չի, իշխանափոխությունը մեխանիզմն է, process է։ Հիմա որ ձեր ընդդիմադիրները կարողանան ցեզ իշխանազրկել, այսինքն իրենք շատ լավ ընդդիմություն են։ Իհարկե, նորմալ կա, ինչ խնդիր կա դրա մեջ։ Ինչ խնդրեմ կա։ Ինչու՞ է խնդիրը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 5-6 տարի է Գյումրի քաղաքում եղել է ընդդիմություն, ինչ խնդիր կա։ Այսինքն պատրաստ եք նորից ընդդիմություն լինել։ Իհարկե, սահքյանքներս ընդդիմություն ենք եղել, ինչ է։ Հիմա էլ չէ։ Իհարկե, ինչ կա դրա մեջ։ Ոչ մի վատ բան չկա, նորմալ բնական բան է, կյանք է, քաղաքական պայքար է, process է։ Հալինի քաղաքապետարան։ Ինչ նպատակով եք այսօր Գյումրիում եկել եք ձեր թիմակցին աջակցելու։ Ֆռալու թե աջակցելու ձեր թիմակցին։ թիմակիցն է աջակցում։ Իսկ ինչ ակնկալիք ունեք։ Դե հաղթեք ինչ եք կարծում։ Ինչով է պայմանավորված ձեր այդ Ոչ մի բանով, քուրս, խաղապ չէ։ Միշտ հաղթելու են։ Պատերազմի դեպք Ինչ եք կարծում, կհաղթեք այս ընտրությունների, միշտ տպավորություն ունեք մարդկանց Ես արդեն ասեցի, ես լավատես մարդ եմ և կարծում եմ Իսկ իրատեսական մակարդակում լավատեսը հասկացան Հիմա շատ քիչ ժամանակ ունեց Ձեր հաղթանակին Ես արդեն ասացի, կտեսնենք